Թշնամին գիշերը կրակի տակ է պահել Սյունիքի խնածախը, գյուղում անակնկալի չեն եկել, սովորեն, խնածախի ղեկավարն է պատմում, ինքն էլ մշակույթի տանն է եղել, երբ այն նշանառության տակ են պահել, գյուղապետարանն էլ հենց այդ շենքում է։ Ես մշակույթի տան բակում էի։ Կրակոցը թիրախավորված, անգամ կրակոցը չեն կարող, անգամից 2-3 անգամ դե կրակ է։ Մշակույթի տան վրա։ Երեք ցամփոշ ես կպելակ մշակույթի տան դիմային հատվածին։ Նշան են բռնել։ Ու տեսածով այո, եզրակացությունը արդեն փորձակնությունը բանի ես չեմ կարող ասել։ Որ ժամին էր, պարոն Միրզոյան։ 10:20, 12:20, 2:20, բայց բացառությունը այսօր որ 4:30 րոպե նոմա չի եղել այսօր։ Վախ որ ասեմ նման վախ չկա, բայց մտահոգություն ա մի ժողովրդի մոտ որ ասենք ընդհանուր այս հատվածի մի քիչ երկար ատերում։ Հայաստանի պաշտպանության փոխնախարարը իրադրությունը սահմանին գնահատում է հարաբերականորեն կայուն, ասում է, որ կրակոցները սակավաթիվ են ու անհասցե։ Կրակոցները երբեմն որոնք տեղի են ունենում, դրանք ոչ նշանառու կրակոցներ են, անհասցե, սակավաթիվ կարող եմ ասել։ Իսկ կուտակումներ կան։ Այս պահին ոչ։ Սյունիքը, հատկապես խնածախն ու Խոզնավարը, առաջին անգամ չէ, որ այս օրերին Բաքուն գնդակոծում է։ Ապրիլի 5-ին նրանց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարական իջեցրեց ձևակերպելով ցանկացած սադրանքի օպերատիվ արձագանքել։ Հետևեց Բաքվի հայտարարությունը, այստեղ էլ ձևակերպեցին հայկական կողմի դեմ ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ։ Եվ այդ ընթացքում կրակում էին, ապրիլի սկզբին էլ նմանօրինակ մի հայտարարություն արեցին, էլի մոգոնելով, իբր ձեռնարկել են համարժեք գործողություններ։ Ոչ միայն պաշտոնապես էր հայկական կողմը կրակոցների մասին ռեժիմով հերքում, այլև տեղից գյուղերի ղեկավարներն էին հաստատում, որ նույնիսկ պատասխան չենք տալիս։ Նույն ժամերը չի փոխվում համարյա, նույն ձևով կրակում են 10:20, 12:20, շերը 2-ին է լինում, 3-ին է լինում նայած որոր, առավոտը 4-ին։ Իսկ մերոնք պատասխանում են, մեր կողմից պատասխան։ Ընդհանրապես, մի հատ էլ է։ Եվ ահա այսօր էլ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը պաշտոնապես հաստատեց, հաղորդագրություն տարածեց, որ ապրիլի 13-ին ժամը 22:20-ի սահմանում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են խնածախի ուղղությամբ վնասել գյուղի մշակույթի տունը։ Կոչ արեց ադրբեջանական կողմին հետաքննել խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը եւ հրապարակային պարզաբանումներ ներկայացնել։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պատասխանեց, հայտարարեց մեջբերում հայկական կողմը անհիմն իրականությանը չհամապատասխանող հայտարարություն ապատեղեկատվություն է տարածել։ Մենք եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական օբյեկտների վրա։ Սրանք քաղաքացիական բնակչության տներն են ադրբեջանական գնդակոծությունից հետո։ Հայկական զինված ուժերին մեղադրելով սադրանքների մեջ Բաքուն համառորեն պնդում է, թե ադրբեջանական բանակը իբր համարժեք միջոցներ է ձեռնարկում միայն իրենց դիրքերը հրետակոծող հայկական զինված ուժերի սադրանքներին ի պատասխան։ Ստերի այս տարափի մեջ նրանք ծպտունել չեն հանում, որ Երևանն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, բայց մինչև օրս չեն էլ արձագանքել։ Կոնկրետ զսպող մեխանիզմ չկա տվյալ դեպքում։ Այս պարագայում Ադրբեջանի գործողությունը միանշանակ ուղղված է ռազմավարական առավելություն ձեռք բերելուն։ Մյուս կողմից Հայաստանը պետք է խնդիր ունի սա ցույց տալու, որ այս ագրեսիան նախով է հստակ ագրեսորը տվյալ իրավիճակում, չվախենա օգտագործել այդ բառը, եւ որ սա ազդում է ոչ միայն կոնկրետ երկու կողմերի, այլ ողջ տարածաշրջանի անվտանգային համակարգի խարխլման վրա։ Ֆրանսիան է արձագանքում հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը։ Արտգործնախարար Ժան-Նոել Բարոն է մտահոգություն հայտնում։ Շատ անհանգստացած եմ սահմանին լարվածության աճով, հուսով եմ, որ եվրոպական առաքելությունը կարող է ընդլայնվել, որպեսզի կարողանա դիտարկել եւ զսպել այդ լարվածությունը։ Այժմ անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ ազատ արձակել կամայականորեն ձերբակալվածներին ու բանտարկյալներին։ Բարոյի հայտարարությունից Բաքուն տեղն ու տեղը ջղաձգվեց, Փարիզին կեղծավորության համար մեղադրեց, ձևակերպեց, թե Հայաստանին մահացու զենք մատակարարելը չի ծառայում խաղաղությանը։ Մաղձ է թափում Փարիզի վրա ու կեղծ լուրեր տարածում, իբր Հայաստանը լրացուցիչ ռազմական ուժեր է տեղակայել Ադրբեջանի Նախիջևանի հետ սահմանին։ Ադրբեջանական Telegram ալիքները ողողված են այս կեղծիքով, գրում են, թե իբր վերջին շաբաթներին Հայաստանի զինված ուժերը ակտիվություն են ցուցաբերել այդ տարածքում։ Ինչ կա Ալիևի մտքին, հայկական կողմի մեղադրական քարոզն է անում ու կրակում։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։